Анисович, уже 8 месяцев. Դինա Տանիսովիչ, արդեն 8 ամիս է ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ Հայաստանի անդամագրման ժամանակը համընկավ Ռուսաստանի բավականին վատ տնտեսական վիճակի հետ։ Անգամ ռուսաստանցի փորձագետները նշում են, որ Եվրասիական տնտեսական միության միասնական շուկան այսօր չի աշխատում։ Ինչպես կմեկնաբանեք այս կարծիքները։ Ситуация России этого не позволяет. Во-первых, прежде чем ответить на ваш вопрос, надо понимать всегда, Նախքան ձեր հարցին պատասխանելը պետք է հասկանալ, որ ցանկացած ինտեգրացիա դրական երևույթ է։ Դրական է ինչպես սպառողի համար, որը կարող է ցածր գնով ավելի որակյալ ապրանք ստանալ, այնպես էլ արտադրողի համար, որովհետև նրանք ինֆորմացիայի, տեխնոլոգիաների փոխանակում են անում եւ դրանով բարձրացնում մատուցված ծառայությունների որակը։ Что касается экономического Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսական վիճակին, ապա տնտեսության ցանկացած անկում այս կամ այն կերպ իհարկե ազդում է ընդհանուր աշխատանքի վրա, բայց պետք է հասկանալ, որ տնտեսական ինտեգրացիան երկարաժամկետ նախագիծ է եւ ցանկացած դեպքում Հայաստանի Հանրապետությունը միայն շահելու է։ Հիմա անկում է, դա նորմալ է, դա երևույթ է, գործընթաց է, բայց որոշ ժամանակ անց կլինի վերել եւ դա թույլ կտա եւ գործարարներին, եւ սպառողներին զգալ այդ միության անդամ լինելու դրական արդյունքը։ Это как бы такой процесс. Այսինքն վստահություն ունեք, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվելու է։ Если Եթե Հայաստանի Հանրապետությունը որոշ չափով կախվածություն ունի Ռուսաստանից, ապա հասկանալի է, որ եթե դրական տեղաշարժ լինի Ռուսաստանում, անմիջապես դա կլինի նաև Հայաստանում։ Այո, կա նման հեռանկար։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսության վիճակը կլավանա եւ դա իր վրա կզգա նաև Հայաստանը, քանի որ կախվածություն միանշանակ կա։ И в этой ситуации понятно, что и в Армении тоже будет хорошо, если именно такая взаимосвязь присутствует. Неоднократно говорила, что Армения... Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը միանշանակ չընդունվեց անդամ մյուս երկրների կողմից, քանի որ Հայաստանի բյուջեն շատ փոքր է եւ մեր երկիրը հավելյալ ծախս է համարվում այդ միությունում։ Մենք նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենք։ Այս ամենը չի խանգարում, որ Հայաստանն այդ միության մեջ հավասար սկզբունքներով համագործակցի անդամ երկրների հետ։ На равных уровнях с другими членами Евразийского союза. Будущее присутствие на тех или иных Լինելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին, որտեղ հանդիպում են վարչապետերը, ես տեսնում եմ, որ Հայաստանը հավասար սկզբունքներով է այդ միությունում։ Հայաստանի ձայնը լսում է։ Բացի այդ, Հայաստանի շուկան կարևոր է, եւ այն կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ Բելարուսի եւ Ղազախստանի համար։ Եվ Ղազախստանին եւ մնացածին հայկական շուկան հետաքրքիր է, եւ հետո Հայաստանի շուկան թույլ է տալիս երրորդ երկրի հետ կապվել, առաջին հերթին Իրանի հետ, ինչ որ չափով նաեւ Վրաստանի։ Հայաստանի շուկայի կարևորությունը երևում է ինչպես բիզնես մակարդակում, այնպես էլ չինովնիկների, երբ Հայաստանի ներկայացուցիչները որևէ հարց են առաջադրում, дran անպայման ականջալուր են։ Армянской стороны в органах Евразийского союза ставят вопросы, они всегда к ним прислушиваются. Краткосрочной перспективы о создании единого... Կարճաժամկետ ապագայում հնարավոր է Եվրասիական տնտեսական միության տարածքում գործի միասնական արժույթը։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Валюту в рамках Евразийского экономического союза. Могу сказать, в долгосрочной Կարող եմ ասել, որ перспективе такое երկարաժամկետ возможно, հեռանկարում в какой-то այդպիսի բան степени հնարավոր по է։ этому сценарию Ինչ пошел որ չափով այդ Европейский ճանապարհով Союз, գնաց но на նաև сегодняшний Եվրամիությունը։ момент Այսօրվա դրությամբ երկրները չեն պայմանավորվել, որ ինչ որ ժամանակ հետո միասնական արժույթ լինի։ Այդ ուղղությամբ հիմա փորձագետներն աշխատում են։ Կարծում եմ, որ մի քանի տարի անց փորձագետները կկողմնորոշվեն, թե որքանով է անհրաժեշտ միասնական արժույթը, ինչպես է դա աշխատելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը Եվրասիական տնտեսական միությունը դեռ երիտասարդ կառույց է, դրա ժամանակը կգա։ Այժմ վաղ է այդ մասին խոսել։ Тогда как бы этот вопрос к этому придет. А сейчас об этом пока рано говорить.